հիմա տեսնելու եք ինչպես են անցնում լոսում հայկական հարսանիքները ու ինչքան են լոսի հայերը ծախսում հարսանիքի վրա։ Մի քանի $100 հասնող, այսպես ասած, շաբաշ հարսի բարի ժամանակ, մի քանի միլիոն $-ի հասնող հարս ու փեսայի կողմի մեքենաների շարասյուն, հազարավոր $-ների ծաղիկների ձևավորում ու ամենաթանկ նվերը հարս ու փեսային, որ կողմը ավելի թանկ երգիչ կբերի հարսանիքին։ Մի մասը ասում է, սա չտես գեղցիություն է, մի բեդրում տանը ապրում են ու կրեդիտ քարտերով հարսանիք են անում, դրա իմաստը որն է։ Մյուսները ասում են, մարդիկ լավ են անում, փող ունեն, ծախսում են։ Վերջը լոսի հայկական հարսանիքները ճոխություն են ու լյուքս իրադարձություն, թե ուղղակի չտես անճաշակություն է։ Իհարկե չտեսություն չի։ Մարդը փող ունի, ծախսում է, դրա չտեսությունը ո՞ր։ Չեմ ուզում ինչ-որ մեկին անդրադառնալ կոնկրետ կամ նեղացնել կամ վիրավորել, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչի չափի մեջ է գեղեցիկ եւ անես քո հնարավորությունների սահմաններում։ Okay, եկեք հասկանանք, որտեղից է սկսվել այս ամեն ինչը, որ պահից սկսած հարս ու փեսան, նրանց ծնողները հարսանիքը կազմակերպելիս սկսեցին մտածել ոչ այդքան սիրո, հարաբերությունների, նոր ընտանիք կազմելու, ընկերներին, հարազատներին իրար գլուխ հավաքելու եւ այդ տոնը նշելու մասին, այլ սկսեցին մտածել մրցակցության մասին, ինչ թանկ շոր հագնենք, ինչ թանկ երգիչներ բերենք, որ հարևանը տեսնի, պայթի նախանձից ու հասկանա, որ մեր հարսանիքը ավելի ճոխ անցավ, քան օրինակ նրա աղջկա հարսանիքը։ Եկեք հասկանանք մի բան, որ երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ լոսի հայերը ճոխ, շքեղ, հազարավոր $-ների հարսանիքներ են կազմակերպում, դրա պատճառները եւ դրա հիմնավորումները հասկանալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են այդ հարսանիքները կազմակերպողները։ Իմ կարծիքով մի խումբը այն մարդիկ են, ովքեր հասկանում են, որ դրած գումարը միևնույն է նվերների տեսքով հետ է գալու, մյուսները այն մարդիկ են, որոնք ուլ են գնացել, այսպես ասած, հասարակության չգրված կանոնին եւ իրենց թվում է, որ ճոխ հարսանիքը հենց իրենց ստատուսի եւ ֆինանսական կայունության մասին է խոսելու։ Եվ իհարկե եկեք չմոռանանք, որ այո, կան մարդիկ, ում ձեռքը գումար է ընկել եւ այդ մարդիկ ուղղակի չեն ափսոսում մի օրվա համար այդ գումարը ծախսել։ Եթե նայենք օրինակ 10 տարի առաջ, երբ ես սկսեցի այստեղ միջոցառումներ վարելը, մի փոքր այլ էր։ Այսպես համեստ էր ավելի, հետո եկավ մի ժամանակաշրջան, երբ մի մեծ գումար ընկավ մարդկանց ձեռքում, այդտեղ սկսեցին արդեն ցույց տալ, ով ինչ հնարավորություն ունի, ով ինչքան կարող է, եւ սա բերեց այս տենդենսին, որ հիմա շարունակվում է այդ ամենը, հա, իմ ընկերուհու հարսանիքն է այսպես եղել, տանը այսպեսի ձևավորում, պետք է վարձել լավ տուն եւ այլն, եւ այդ ամեն ինչը ճոխ անել։ Սա այդպես սկսվեց։ Մարդը փող ունի, անում է, հիմա իմաստը ո՞րն է, որ ես գնացել ես դեռ առել եմ, կա 1000 դրամով լիքն է։ Չէ, բայց ես գնացել այսքան փող եմ տվել, ես եմ առել, որովհետև ես ուզում եմ, ունեմ, գնացել առել եմ։ Հասկանում ես, ես օրինակ գտնում եմ, որ ճոխ հարսանիքներ անելը, ճոխ կյանք ապրելը, թանկ հագնվելը, թանկ մեքենա ունենալը, լավ տան մեջ ապրելը եւ այդ ամեն ինչը շատ լավ է եւ բոլորը պիտի ձգտեն դրան եւ եթե ունենալու դեպքում պիտի անեն։ Ես իմ քրոջ համար կանեմ, իմ հարսանիքը կանեմ, բոլորինն էլ ինչքան հնարավոր է։ Ես իմ հնարավորությունների ամենամեծ չափով կներդնեմ իմ առիթի վրա, եթե ես ունեմ։ Ոչ թե որ գնամ պարտքով, ստեղից ընդեղից հավաքեմ, հետո չգիտեմ գնամ, խնդրվեմ, տարիներով փակվեմ, չէ։ Բայց եթե ունեմ, ինչի՞ չէ։ Մենք գնում ենք հարսանիքների համերգ, այնքան արտիստներ կան, որ մեկը մյուսից լավ, մեկը մյուսից հետաքրքիր բան։ Մարդը փող ունի, իր առիթը հետաքրքիր է սարքել, կարևորել է իր առիթը եւ իր հյուրերին։ Իսկ այն մարդիկ, ովքեր շատ փող ունեն, իսկ այդպիսի դեպքեր Լոս Անջելեսում էլ կան, որոնք իսկապես լավ փող ունեն, բայց գնում ես իրանց առիթին, տեսնում ես, որ DJ են կանչել, տենց թեթև ձևավորում են արել, տենց թեթև։ Հյուրերին չեն գնահատել ստացվում։ Հարսանիքը կուզեմ համեմատեմ բրենդային հագուստի հետ, որտեվ մարդիկ կան, որոնք իրանք այնքան ֆինանսապես ապահոված են, որ շատ հանգիստ կարան իրանց թույլ տան այդ հագնել, ու թույլ են տալիս ու հագնում են։ Ու երբեք այդ մարդուն ոչ մի ձևով չես կարող ասես, գիտես ինչ դու ինքնահաստատվում ես դրա հաշվին, որովհետև հենց ինքը կարա իրան թույլ տա ու ինքը թույլ է տալիս առնում է։ Այդ հոսքի տակ կան մարդիկ, որոնք չունեն այդ հնարավորությունը։ Իրանք ուզում են լինել այս մարդկանց կատեգորիային, այսինքն այդ նույն բանը հարսանիքի մասին է խոսքը գնում։ Կան մարդիկ, որոնք անկեղծ դրա հնարավորությունը ունեն ու իրանք
Իրանց ով ինչ ասում են ինչ է, այս ինչքան արժի, այսքան օքեյ տվեցինք։ Իսկ մարդիկ կան, որ այս ինչ արժի, օ լավ, բանը հյուրերի մեջ մարդ ավելացնենք։ Իրականում հաճախորդներ կան, որ իրանք չեն պատկերացնում ինչ ծախսերի մասին է։ Գալիս են, գործը սկսում ենք իրանց պատկերացումների ծախսերը երբ որ ներկայացնում ես, իրանք ասում են՝ «Վայ, էս ինչ հա»։ Բայց իրանք մեկը դրա տակից դուրս են գալի, ամեն ինչ անում են, կոպիտ բառը մի հատ ճղվելով, բայց իրանք այդ ամեն ինչը ամեն ձևով պետք է անեն, ինչ որ մեկին մի բան ապացուցելու համար, որովհետև իրանց շրջապատում մի ամիս առաջ ինչ որ մեկը հարսանիք է արել, ում հարսանիքը եղել է շատ խայտառակ ճոխ, ու իրանք պետք է այդ հարսանիքը նորից անեն ավելի ճոխ։ Այդ մտածելակերպը օրինակ հայերի մեջ ինձ վաբշե դուր չի գալի ընդհանրապես։ Հյուրերը եկել են, չէ՞, մարդը $1000 փող են բերում։ Բա պետք է այդ $1000 դիմաց այդ հյուրերին բավարարել։ Ինձ թվում է, չգիտեմ, լավ է որ ճոխ են արվում։ Ես կարծում եմ, որ երևի թե ավելի ճիշտ կլինի ձևակերպենք, որ այստեղ չտեսությունը երևում է այն ժամանակ, եթե դա ճաշակով արված եւ ոչ։ Դա չտեսություն չի, մեկ մարդը ճաշակ չտեսություն ասել եմ, օրինակ ճաշակը կարմիր վարդնակ հոնը չէ։ Դրա բանը ո՞րն է։ Չէ, դրան ներկայացնելու ձև կա, որ դու ավելի շատ մոտենում ես դրան, որ շատ ճաշակով արված, այդ դեպքում շատ ծախսնել աչքիդ չի երևում այնց, որ չտեսա իր աչքին շատ լավ է։ Դե ես դրա համար եմ խոսում, ճաշակի խնդիր է, եթե դա արվածը շատ ակնհայտ ոչ գեղեցիկ եւ շատ գիտես ոնց միշտ ապրես քաղքենի, երբ որ դու միշտ տենում ես դա արվածա ցույց տալու համար, թե արվածը իսկապես իրանք շատ սիրով են դա արել։ Եվ այդ դեպքում է Ես Լոս Անջելեսում անճաշակ առիթի չեմ եղել։ Ինձ բոլոր առիթներն էլ դուր են եղել։ Մարդիկ շատերը փորձում են ցույց տալ, թե որքան իրանք ավելի շատ հնարավորություն ունեն, շատ երգիչ կարող են հրավիրել, ավելի մեծ բենդեր կարող են կանչել, տան ձևավորումը, ամեն մի ձևավորում արժե բավական լուրջ գումար։ Շատ դեպքերում նաև կա այդ տարբերվելու եւ տարվա մեջ լինելու առանձնացող հարսանեկան երեկոն։ Հրավիրել տարբեր արտիստներ աշխարհի տարբեր անկյուններից։ Չգիտեմ, իմ կարծիքով շատ կա այդ ցուցադրելու պահը, բայց դրան զուգահեռ կա նաև այն ցանկությունը, որ երազել են, սպասել են իրենց որդու կամ աղջկա հարսանիքին ու ուզում են անել ամեն բան հնարավորինս ճոխ, հնարավորինս գեղեցիկ ու ծախսում են շատ գումարներ։ Ինձ թվում է այդ սոցկայքերի պահը շատ մեծ նշանակություն ունի։ Որովհետև ես էլ եմ տենց ուզում, ես դրանից ավելի ճոխ եմ ուզում, այդ պահը շատ մեծ հիմա շատ է։ Ուզ դրալ, բայց միայն այդ հարցում չի, ինձ թվում է ամբողջ կյանքն է մեր հիմա դրա վրա ցավոք սրտի հիմնված։ Ինձ թվում է դրա հետ շատ մեծ փոփոխություններ ա արվել եւ ոչ միայն հարսանիքը, սովորական ամուսնության առաջարկությունը, առաջ ոնց էր նստած էին երկուսով կարող այն ինչ-որ ռեստորանում, տղան ուղակի կարար կանգներ, ցնկի իջներ, մատանիներ, բոլորը ծափ տային, մի հատ ծաղիկ նվիրեր, հիմա դա չկա այլևս, շատ հատուկ են դա մնացել, հիմա դա էլ է դարել արարողություն։ Ну, եթե տենց արարողության գնանք, ամեն ինչն է դարի արարողության, նույն երեխայի սերը իմանալը, նույն այդ ամեն ինչը դարել է մի հատ, չգիտեմ։ Ու իհարկե, եթե խոսում ենք շքեղ Լոս Անջելեսյան հարսանիքի մասին, կան շքեղությանը համապատասխանելու մի քանի կարևոր նորմեր, որոնք Լոսի հայկական հարսանիքի ժամանակ պետք է պահպանվեն։ Օրինակ, դրա մեջ մտնում են մի քանի հազարանոց դոլարներ կազմող ծաղիկների ձևավորումը, չնայած որ ընդամենը մի քանի ժամ հետո այդ ծաղիկները գնալու են աղբամանը, օրինակ մարդիկ 50,000, 60,000, 100,000 դոլար կարող են ծախսել ծաղիկներով շքեղ ձևավորում անելու համար, իսկ հետո մի քանի ժամ հետո ուղակի ճղել այդ 100,000 դոլարը գցել բառացիորեն աղբամանը։ Երբ որ first dance-ն է լինում, առաջին պարն է լինում, սկսում են գումար նետել, հա, որին մենք ասում ենք շաբաշ կամ money dance եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր խոսակցություններն ու կոմենտները գալիս է հենց այդտեղից։ Ես ինքս իմ Instagram-ում, Facebook-ում երբ որ դնում եմ նման վիդեո, միանգամից այս ճոխ մեծ կոմենտներ են գալիս։ Դա կապ չունի սրահի ձևավորման հետ, կապ չունի հակու կապի հետ, այդ գումարը մարդկանց վրա ազդում է մի այլ տիպի եւ մի այլ տեսանկյունից։ Եվ որքան շատ է գումարը, որը շահ են տալիս, նետում են օդ, այնքան ավելի շատ են կոմենտները եւ հիմնականում վատ կոմենտները, բայց միևնույն ժամանակ դիտողականությունը ֆանտաստիկ է։ Հարսանեկան խնջույքի ամբողջ արարողությունը, եթե դու կես-կես տեղադրես սոցիալական կայքերում YouTube-ում, ոչ ոք այնքան բարձր ռեյտինգ չի ունենալու, որքան այդ շաբաշ կոչվածը, որ գումարը նետում են։ Իսկ դա մարդկանց նյարդային համակարգի վրա ազդում է, հատկապես Հայաստանում, որտեղ ինչ որ գյուղից մարդը նայում է, որ ֆինանսական խնդիրներ ունի եւ տեսնում է, թե որքան գումար են
նետում։ Բայց ասեմ, որ հիմնականում դրանք $1 են եւ տենց մեծ հաշվով այդքան մեծ գումար չի։ Մեծ գումարները, որոնք նվեր են տալիս, եթե ուշադիր նայեք, գալիս են փեսայի ծոցագրպանն են տեղադրում, ասես տրցակով, լինում են նաեւ $1000-անոցներ, լինում են $100-անոցներ, բայց այն մեծ տրցակները, դրանք հարյուրները եւ հազարները երբեք չեն նետում։ Ճոխություններից մեկը, որ հենց վիդեոյի համար է արվում, որ բոլորը տեսնեն, կարող եմ նշել մեքենաները, որ ավելի շատ անում են Հայաստանից նոր եկողները կամ մի քանի տարի ապրողները, որ սիրում են հայաստանյան հարսանիք անել, այսինքն ճոխ Rolls-Royce-ներ, չգիտեմ, շատ մեքենաների շարք, եղել է շատ Rolls-Royce-ների քանակ, սպիտակ եւ սև գույնով։ Կարծում եմ հենց կադրի համար նաեւ արվում է սինիները, որովհետեւ մեծամասամբ այդ կոշիկները, որոնք սինի մեջ է դրված, հարսնացուները այդ կոշիկները չեն հագնում, չգիտեմ, հարմարվածության համար, հարմարավետության համար, թե ոչ։ Առաջին ամենամեծ ծախսը ռեստորանն է, որը բավականին թանկ է լինում։ Երկրորդ ամենամեծ ծախսը, եթե ուզում ենք լավ հարսանիք ստանանք, գնում է միանշանակ ծաղիկների վրա։ Այնքան անսահման են այդ գների ծավալները։ Վերջերս հարսանիք եմ արել, ծաղիկների արժեքը 60,000 էր կազմում, ու այդ մենակ ծաղիկների գումարը, դրան գումարվում արդեն ռենթլներ, ամեն ինչ, գետին փակել, պատ փակել եւ այլն եւ այլն։ Միայն ծաղիկների գումարը, եթե ուզում ես լավ մի բան ստանաս, 60,000-ի սահմանում է լինում։ Նայ որպես իմ գործ, աբսուրդ չի, չեմ ասում աբսուրդ է, բայց իրականում եթե գլոբալ նայում ենք, բնականաբար աբսուրդ գին է։ Իհարկե նայած հյուրերի քանակից, նայած չափսից, որովհետև կարա լինի 2 հարկից միջև 10 եւ 15 հարկանի տորտ, բայց միջինը կարծում եմ $1,500-ից սկսած միջին հարսանիքը եւ միջև շատ ավելի։ Անկեղծ ասած չեմ հիշում ամենաթանկ տորտի, մոտավորապես կարող ասեմ, երևի մի 7,500-ի կարգի։ Բայց մասշտաբով էլ ինքը մեծ ֆալշ յարուսներ, այսպես ասած, մեծ էր, շատ մեծ էր, դրա համար հասավ այդ գնի արժեքի։ Այստեղ կան նաև շատ համեստ սիրուն հարսանեկան տորտեր, կան նաև Մարդիկ, որոնք իրանց կարծիքով ուզում են ավելի ճոխ, ավելի մեծ երևա, նու այստեղ են ասում ճաշակին ընկեր չկա, չես կարող, բայց իմ կարծիքով Հայաստանում այս պայծրությամբ ավելի ճոխությանն են գնում, քան ստեղ։ Եկեք մի հատ հիշենք Հայաստանի տորտերը, որոնք որ ահռելի չափսերի են, եւ դա ես համարում եմ մի քիչ սխալ, որովհետեւ երբ որ հարցը կանգնում այդ տորտի կողքը, ինքը չի երևում ընդհանրապես։ Ոնց որ sense փուճուր մի հատ հարս ու փեսա են կանգնում, տորտը հասնում է առաստաղին, ու իրանք ինչ որ այդ հսկա տորտի վրա մի հատ կտոր են կտրում։ Անկեղծ ասած, մեր պրակտիկայում ստեղ այդ տեսակ ահռելի մեծ տորտ եղել է երևի 1 կամ 2 անգամ։ Բայց մի շատ անարդար բան կա բոլոր հարսանիքների մեջ։ Երբ որ տեսնում ես, թե ամեն ծառայություն կամ յուրաքանչյուր մարդ, ով որ մասնակցում է հարսանիքին, ինչքան գումար է ստանում վարձատրության համար, Մոտավորապես գները տատանվում են 8-ից 10,000-ի սահմանում, որը իրար մեջ ներառում է full event planning-ը, day of coordination-ը, plus իմ դիզայներական աշխատանքը իմ թիմի հետ միասին։ Բաջետը արդեն որը հաճախորդը տրամադրում է մեզ։ Մոտավորապես 10,000-ի մասին է խոսքը։ Բաջետը 5,000 ֆոտոյի համար է լինելու եւ 5,000 վիդեոյի համար է լինելու։ Ցանկացած event սկսվում է 1500-ից։ Միջև եղել է, որ ասենք միջև 4000 չարժ եմ արել։ հասկանում ես, որ իրականում ամենատուժածը այս հարսանիքների մեջ ովքեր են, թողներեն ինձ, բայց հանդիսավարները։ Ինչու? Որովհետև հանդիսավարները ըստ հաշվարկների ստանում են համարյա թե ամենափոքր հոնորարը այն մարդկանց մեջ, ովքեր ներգրաված են հարսանիքների իրադարձություններում, եւ այս մարդիկ են իրականում անում ամենամեծ ու ամենակարևոր գործը, որովհետև հենց հանդիսավարն է, որ ոչ միայն ամբողջ երեկոյի ընթացքում պետք է համբերություն, հնարամտություն եւ իմաստնություն ունենա արդեն ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հյուրերի եւ հարսանքավորների հետ լեզու գտնելու համար մի հատ էլ կան շատ կարևոր նրբություններ, որոնք հենց հանդիսավարը պետքա աչքից բաց չթողնի, որովհետեւ եթե գումարը ծախսվում է ու ճոխ հարսանիք է կազմակերպվում, դա հյուրերը պետք է անպայման ֆիքսեն, իսկ դրա ամենամեծ պատասխանատվությունը հանդիսավարի վրա է, որ հանդիսավարը ներկայացնի ամենակարևոր ու ամենաճոխ կողմերը հարսանիքի այնպես, որ հանկարծ ոչ մի հյուր դա բաց չթողնի։ Մի հարսանեկան արարողություն կար, որտեղ հարսի կողմը տուն էր նվիրում, փեսայի կողմը մեքենա էր նվիրում։ Հետո նախնականն եմ ես ասում, թե ինչ է կատարվում, ինձ ասացին, որ պետքա դա հայտարարվի, ասացի ես խնդիր չունեմ, կհայտարարեմ, կասեմ, որ տուն են նվիրում, Վեստ Կովինայի կողմերն, թե որ կողմերն է, չգիտեմ։ Իրանք ասացին, որ մենք էլ մեքենա ենք նվիրում։ Փեսայի կողմը երբ որ ասես մենք մեքենա ենք նվիրում, իրանք ասացին մենք նվիրում ենք ձեզ ամուսնական մեղրամիսը։
Փեսայի կողմը դրանից նյարդայնացավ, ասես դե որ տենց է, մենք էլ նվիրում ենք այս երգիչներին։ Հարսի կողմը ավելի նյարդայնացավ, ավելի անվանի երգիչներ, երգչուհիներ կանչեց։ Հետո Փեսայի կողմը ասես դե որ տենց է, մենք էլ 1 կիլոգրամանոց ոսկիներ կա, 15 կիլոգրամ ես ու իմ ընկերները նվիրելու ենք Հարսին եւ Փեսային ենք նվիրել։ Երբ որ մենք հարսանիքների քննարկումների ժամանակ, եթե մենք ենք վարում հարսանիքը, մենք ենք անցկացնելու, մենք անպայման հասնում ենք այն կետին, որը նվերների կետն է, եւ հարցնում ենք մարդկանց, եթե կան տենց հատուկ նվերներ, որոնց մասին ուզում եք խոսացվի, ասվի, տուն եք նվիրում, ավտո եք նվիրում, եւ կուզեք, ես հենց տենց էլ ասում եմ, կուզեք, որ ձեր բարեկամները իմանան, տեսնեն, որ դուք ծախսել ձեր երեխուն նվիրել եք մեքենա, տուն, ճանապարհորդություն Հավայան կղզիներ եւ այլն։ Ոնց ոնց նվիրեն։ Հատուն են առել մարդիկ, բայց հարսանիքների վերջում մարդիկ գնալով իրաց տներ ասեն տեսա արշակը աղջկան տուն նվիրել։ Այսինքն Մի հատ էլ դու ուզի տենց աղջիկ թող քեզ էլ տուն։ Այսինքն ուզում եմ ասել, որ շեշտը դրված է հայկական ավելի շատ։ ընտանիքներում դա նորմալ բան է։ Իսկ հիմա շեշտը որի վրա է պետք դնել, որ այնպեսի աղջիկ առնես, որ քեզ տուն նվիրի։ Շեշտը պետք է դնել միանշանակ այնպիսի աղջիկ առնել, որ քեզ տուն նվիրեն։ Բայց օրինակ ես վերջին հարսանիքի ժամանակ մարդը ոչ մի հատուկ բան չէին իրանք պատրաստել, եւ ես իրանց ասացի ճիշտն ասած ավելի ճիշտ է, որ հատուկ մի բան լինի, նոր հայտարարենք, չէ։ Ես ուզում եմ ես տամ, հետո աղջկա մերը տա, հետո քավոր կինը տա, հետո ազապն ու հարսնակուրն են տալու, հետո հորող պորստու աղջիկն է տալու, հետո էսի է տալու, հետո էսի։ Հետո նոր թողով ուզում է տա, բայց արդեն 10 հոգի կան։ Ուզում եմ ասեմ, որ եղավ այդպիսի նաև դեպք, որ մարդը ընդհանրապես վզնոց էր առե, մատանի էր առե քարտիեի բան, բայց ուզում էր այդ մատանին անպայման պարացնելով տանել, որ տեսնեն քարտիեի մատանիներ էր տա։ Հա, եթե այդ էր առելու ուզում էր պարացնելով տաներ տալ, հիմա այդ մարդու ընտրությունն է, դա։ Իհարկե չես մեղադրի, ամեն մարդ գնում է դա հայտարարել է։ Մյուս ու ամենակարևոր մասը լոսի հայկական հարսանիքների բնականաբար երգիչներն են ու երաժշտությունը։ Սա երևի թե ամենակարևոր բանն է, որովհետև եթե ուզում ես լավ, թանկ, ճոխ, հիշվող նվեր տանել լոսի հայկական հարսանիքին, պետք է ինչ անես, իհարկե երգիչ նվիրես։ Ամենա արդիական նվերը այսօր ցանկացած միջոցառման դա մեր սիրելի երգիչներն են, երգչուհիներն են, ամենահարկի նվերը դա է համարվում։ Հատկապես մենք ունենք երգիչների, երգչուհիների որոշակի դաս խավ, ոչ թե իրանք լավն են, վատ են, ուղղակի իրանք շատ պոպուլյար են եւ իրանց են հրավիրում։ Դա ամենահարկի նվերն է։ Այո, ավելի պահանջված են նվերների առումով հենց երգիչների նվեր տալ, որովհետև Լոս Անջելեսում տուն առնելը այդքան էլ հեշտ չի։ Հայաստանում կարան մի 100-200 հազարով տուն առնեն նվիրեն, բայց Լոս Անջելեսում դա դժվար է։ Դրա համար երգիչներ նվիրելը շատ ավելի հեշտ է ստացվում։ Ինձ ու Արմենին շատ հաճախ են նվիրում։ Մենք նույնիսկ այնքան հաճախ են մեզ նվիրում, որ մենք բաներ ենք անում, որ ու պահում են մեզ, որ հանկարծ մինչև մեր ելույթը ոչ մեկը չտեսնի։ Մենք այտենց բան հումորներ ենք անում, որ մի օր էլ մեզ տուփով են տանելու, բան բացելու են տուփից դուրս գանք, այտենց հատուկ փող ենք ուզելու դրա համար, որ տուփի մեջից դուրս գանք։ Ախպերներ երկով են մեզ շատ։ Մեզ ամենաշատը կանչում են դեռ աղբերների մասին երկով։ Եվ կան այսպես դասակարգված երգիչներ, այսինքն ամեն մեկը ինչ գումարային արժեքի նվերի հետ է ասոցացվում այստեղ եւ հիմնականում հարսանիքներ կան, որոնց ժամանակ օրինակ Հարսի ու Փեսայի կողմը նաեւ մրցում է, թե ով ավելի ճոխ եւ ով ավելի թանկ երգիչը հրավիրելու հարսանիքների։ Ես երբեմն նկատել եմ, որ կան հարսանիքներ, որտեղ հրավիրում են այնքան քանակի երգիչներ, որ նույնիսկ ժամանակ չի մնում, որպեսզի այդ երգիչները երգեն, որովհետեւ պատկերացրեք օրինակ մարդիկ հասնում են ռեստորան երեկոյան 7-ին, հարսանիքը պետք է ավարտվի երեկոյան 11-ին եւ այդ մի քանի ժամվա ընթացքում, մոտավորապես 4 ժամվա ընթացքում պետք է երգեն 20 երգիչ, պետք է նվագի DJ-ը, պետք է հասցնի խոսահանդիսավարը, պետք է հասցնեն խոսան Խավորը, հրավիրված հյուրերը, ծնողները պետք է հասցնի Հարսի մաման, Փեսայի մաման, անակնկալներ անեն, մի խոսքով այս դառնում է մի հատ իրադարձություն, որտեղ ամեն ինչ շատ արագ պետք է իրար հետևից անել եւ շատ հաճախ իմ մոտ հարց է առաջանում, իսկ ժամանակ մնում է, որ մարդիկ ուղղակի լիաթոք ուրախանան, հավեսով նստեն, ուտեն, խմեն եւ քեֆ անեն։ Դե եկեք որպես կանոն ասենք, որ ցանկացած տեղ մի գնան Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի մեծ սիրով ընդունվում է, անկախ Դումիկյանից, կարամ արտիստներ ասեմ, որոնք Դումիկյան միանշանակ, Սարո, Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրչյան,
բոլորին թվելու եմ, որովհետև չեմ ուզենա ոչ մեկին հանգարց նենց լինի, որ մոռանամ, բայց այս այն անուններն են, որը հիմնականում հնչում են, համոզված եմ էլի կան, ուղղակի հիմա հաստատ։ Այն ժամանակ միշտ ասում էի, ես փորձում եմ լինել ինչ որ ալտերնատիվ DJ։ Իմ համար շատ դժվար է, ես հասկացա, որ դա անհնար մի բան է, իմ պարագայում փորձել լինել ալտերնատիվ, որտեվ քեզ ասում են եղբայր։ Նվագի են ինչը որ նվագելու ես, ոչ մի խնդիր։ Գնում ես առիթի, տեսնում ես, որ միգուցե այդ առիթատերը իրոք սիրում է, ասենք, արտասահման կամ ուրիշ երաժշտություն, ալտերնատիվ երաժշտություն, sense ալտերնատիվ դնենք դրա անունը։ Բայց իրա հյուրերը չեն վայելում։ Ստիպված գալիս ես մա եղբայր արի փրկենք վիճակը։ Ինչով ես փրկում։ Բոլորս գիտենք ինչով ես։ Ու այդ մի հատ երգի մասին չի, երկու հատ չի։ Всё, փոխեցիր, ռեպերտուարը լրիվ փոխեցիր, որովհետև քեզ այդ մարդկանց առիթը չես ուզում որևէ ձևով փչացնես, բայց փչացնում ես քո մեջ դրված քո սկզբունքը, քո գործի վերաբերյալ։ Իրականում, երբ որ քննարկում են, թե ինչքան գումար է ծախսվում Լոս Անջելեսում հարսանիքների վրա, ես մի կողմ կթողնեմ այն կոմենտները, որոնք իմ կարծիքով adekvat չեն, հա, որ էս ինչ եք անում, փոքր տանը ապրում եք, գնում եք, այսքան փող եք ծախսում հարսանիքի վրա, կրեդիտ քարտերով ձեր հարսանիքն եք կազմակերպում, էս ինչ չտեսություն է։ Ես մի կողմ եմ դնում այս կոմենտները, որովհետև կարծում եմ, որ սրանք անիմաստ կոմենտներ են, անիմաստ մեկնաբանություններ են պարապ մարդկանց կողմից։ Ինչու՞, որովհետև ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի գրպանի պարունակությունը իր գործն է եւ յուրաքանչյուրի գործն է։ Ինքը այդ պարունակությունը կծախսի եւ նոր տուն կտեղափոխվի, կծախսի եւ կճամփորդի, թե կծախսի ու մի լավ քեֆ կկազմակերպի։ Որն է ճիշտ, որն է սխալ, շատ դժվար է ասել, որովհետև նորից եմ ասում, յուրաքանչյուրի գրպանի պարունակությունը իր անձնական գործն է։ Մեկը սիրում է այդ գումարը տանել դնել իր բարձիտակ, մյուսը սիրում է պարտկով գնալ պայուսակ շոր կոշիկ առնել, հետո այդ կրեդիտ քարտերը փակել, մյուսը նախընտրում է շոր կոշիկ չառնել, գնալ իր համար ճոխ մեքենա վերցնել կամ գնալ լավ տան մեջ ապրել, իսկ մյուսը ուզում է ուղղակի լիաթոք ուրախանա, քեֆանի եւ չգիտեմ, հետո ինչ որ ձև այդ կրեդիտ քարտերի պարտքերը փակի։ Այսինքն այս կոմենտները ես կարծում եմ, որ adekvati շարքից չեն։ Ես լիքը թանկ հարսանիքներ եմ տենում, որ իմ համար ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում, բայց իմ համար դա սիրուն չի լինում օրինակ, բայց այդ հաճախորդը կարող է 1 միլիոն, 2 միլիոն ծախսել դրա վրա։ Մասշտաբային շատ ճոխ է, շատ սիրուն է, բայց որպես ես անձ իմ համար այդ ամեն ինչը մի քիչ շատ է, մի քիչ չի նայվում։ Դրա համար ես առաջնորդվում եմ նրանով, որ իմ համար ավելի կարող է sense սիրուն, հասարակ, էսթետիկ, բայց ելի մենք այդ ճոխությունը պահենք, քչի հասարակի մեջ, որտեղ իմ համար, որ մտնում ես օրինակ այդ վենյուները, շատ փող ծախսած հարսանիքը չափից դուրս, դու չես տեսնում ոչ մի բան, բայց կա միջին բյուջետ, որը ծախսում ես դու, ու մտնում են բոլորը զալ, վենյու, մի հատ sense շքեղություն է տիրում։ Այսինքն ես օրինակ շատ մոմերի վրա եմ իմ շեշտը դնում այդ մոմերը իմ համար գժություն է, չգիտեմ։ Ու նման բաներով ես կարողանամ լյուստրաներ եմ բերում դնում օրինակ luxury-ին ու շատ փող դնել ամեն դետալի վրա, որ երևա, որ ինքը luxury է, դա հարցի լավագույն լուծումը չի։ Իսկ հիմա ես ինչքան որ լսում եմ, շատ մարդիկ շատ մեծ փողեր են չարժանում, թեկուզ այդ զարդարել եւ այլններ, ու որ նայում ես, անկեղծ իմ կարծիքը միգուցե դա լիքը մարդու համար լինի շատ ճաշակով, իմ համար շատ դեպքերում բացարձակ ճաշակով չի, հարուստ է, լիքը ծախսած է, նույնիսկ կապ չունեմ, որ ժողովուրդը թույն ժողովուրդը եկել են լավ ժամանակ են ունեցել, բայց եթե նայում ենք ճաշակի տեսանկյունից, ես երբեք չեմ համարում, որ այդքան փող պիտի դիրվի, որ լինի շատ ճաշակով, շատ luxury, շատ տարբերվող ու շատ օրիգինալ։ Ես կարծում եմ, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, եթե մարդը օքեյ է ծախսել այդ գումարը, եւ եթե մարդը մտածում է, որ այդ իր ծախսած գումարը, եթե նույնիսկ հետ չգա հյուրերի բերած նվերներով, օքեյ է, որ ինքը ծախսել է, բայց մի շատ կարևոր նյուանս կա։ Այդքան գումար ծախսելու արանքում շատ կարևոր է, որ մարդիկ հաճույք ստանան, ուրախանան ու լիաթոք քեֆ անեն այդ հարսանիքի ժամանակ, որովհետև ցավոք սրտի ես վերջին շրջանում շատ եմ լսում պատմություններ, երբ որ մարդիկ ճոխ հարսանիքը անում են, ճոխ նվերները ստանում են, բայց մի ամիս, երկու ամիս հետո ցավոք սրտի բաժանվում են ու այդ հարսանիքի ժամանակ էլ նորմալ քեֆ չեն անում։ Այստեղ ինչա լինում, այստեղ ինձ թվում է ամենատխուր դերում հայտնվում են հյուրերը, որոնք այդ փողերը ծախսել են, նվերները տարել են, իրան շոր կոշիկի վրա լիքը գումարը ծախսել են, մեկ էլ իմանում են, որ այդ զույգը բաժանվեց։ Երբ ես հանդիպում եմ հիմա նոր սերնդի երիտասարդներին, մի փոքր ավելի այստեղ ծնված, այստեղ մեծացած, ժամանակակից մտածելակերպով, այսպես ասեմ, ոչ հայկական, այտենց ծանր ցուցադրական, հա, երեխաներին, հասկանում ես, որ իրանք ունեն հնարավորություն, իրանք կարող են շատ գումարներ ծախսել, բայց իրանք հասկանում են, որ ավելի լավ է տուն գնեն, տեղափոխվեն առանձին տուն ու այդ
ներդրում է այնտեղ անեն, հարսանիքն էլ անեն էլի չափի մեջ, բայց ոչ ցույց տալով։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում այդ տենդենսը կփոխվի, բայց այո, Լոս Անջելեսում կա այդ մտածելակերպը։ Ես կարծում եմ նույնը Հայաստանում է, Լոս Անջելեսի ու Հայաստանի տարբերությունը շատ քիչ է նման ցույց տալու առումով։ Ինձ թվում է ժամանակի ընթացքում, երբ երիտասարդությունը հասկանա, որ այդ գումարները անիմաստ է այդքան ծախսել հարսանեկան միջոցառումների վրա, այլ ծախսել կոնկրետ դետալների վրա, որոնք որ անհրաժեշտ է, որ քո միջոցառումը լավ անցնի, այստեղ ցույց տալու եւ պարզապես այդ որովհետեւ ես միշտ մի բան եմ նկատել, որ ցույց տալու այդպես ճոխ միջոցառումներին մարդիկ շատ հաճախ չեն ապարում։ Գալիս են ցույց տալու համար եւ շատ հաճախ չեն գալիս պարահրապարակ կամ ասում ես ծափահարություններ, բան այդ ջերմությունը այդքան ակնհայտ չի լինում։ Դու էլ ես քեզ վատ զգում, երկիչն էլ է նեղվում, որ երգում է ու դա պարահրապարակը դատարկ է լինում, որովհետեւ հասկանում ես, որ եկել են շատերը ցույց տալու, թե ում պայուսակը կամ ում կոստյումը կամ ում սաներվածքը ավելի բանը։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում այստեղ մեծացող երիտասարդության շնորհիվ կփոխվի այդ մտածելակերպը։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ մտածում։ Երբ որ ասում են ավելավ ամենք հարսանիք չանենք, գնանք, չգիտեմ, մանգալ երկրներ։ Հա։ Մի քիչ ինձ համար հարսանիքը շատ կարևոր տեղում է։ Թող լինի համեստ, թող լինի փոքր, թող լինի ձեր հնարավորություններին համապատասխան։ Մենք միշտ ինչ արենք, մեկ ալ ենք մեր հնարավորություններին համապատասխան, թող լինի տենց, անպայման չի որ դու ինչ-որ մեկին զարմացնես, բայց այդ հարսանիքը կանցնեն տարիներ ու հաստատ կփոշմանեն, որ հարսանիք չեն արել։ Իմ համար տենց է, չգիտեմ, ես այդ հարսանեկան արարողությունը շատ եմ սիրում, իսկ աշխարհը տեսնելը ամբողջ կյանքի ընթացքում էլի կարելի է կազմակերպել։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, կարծում եմ սա շատ թեժ թեմա է ու ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Դուք կարծում եք, որ լոսի հայկական հարսանիքները ճոխություն են, շքեղություն են, լավ են անում մարդիկ, փող ունեն, ծախսում են, կազմակերպում են, ուրախանում են, թե սա ուղղակի չտես գեղեցիությունը եւ պետք չի այսքան փող ծախսել հարսանիքի վրա։ Սպասում եմ ձեզ կոմենտներում, ակտիվ եղեք եւ նաեւ խնդրում եմ անպայման լայքել այս վիդեոն, բաժանորդագրվելի Մալիքին, subscribe կոճակը սեղմելով եւ իհարկե միացեք իմ Patreon-ին հարսանիքներ կազմակերպելու արանքում ամսական փոքրիկ գումարով միացեք իմ Patreon-ին, սկանավորեք այս QR կոդը կամ վիդեոյի նկարագրության մեջ գտեք Patreon-ը եւ փոխի լինքին սեղմեք ամսական փոքրիկ գումարով աջակցեք ինձ եւ YouTube-ի իմ ալիքին։ Մինչեւ նոր վիդեո։